Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հունվարի 29-ին տեղի ունեցավ սրբազան պայքարի գործով դատական հերթական նիստը։ Պաշտպանական կողմը պահանջեց, որպեսզի հանրային մեղադրողները պարզաբանեն, թե նախորդ դատական նիստում ներկայացված ապացույցները քննվող գործի հետ ինչ առնչություն ունեն եւ ինչ հանցակազմ են պարունակում։ Այս պարագայում հանրային մեղադրողները հրաժարվում են նշված բովանդակությունը բացահայտելուց եւ հղում են կատարում, որ մենք չենք կարող ապացույց հետազոտել, ոչ մեկ չի խնդրում ապացույց հետազոտել։ Ընդհանրապես ասում ենք, ասեք որտեղ է այդ ապացույցը։ Էջը ասեք, հատորը ասեք, երբ որ կգա այդ ժամանակը կտենանք, որ այդ էջին նման ապացույց չկա, կամ ամեն ինչ որ մատնանշում եք այդ էջը մարկա, ամենևին ուրիշ բովանդակություն ունի եւ ի սկզբանե հանրային մեղադրողները դատարանի եւ հանրությանը փորձել են մոլորության մեջ գցել օրինակ։ Կամ պատկերացումներ իրենց սխալ են այս ապացույցի մասին, կամ իրականում հաստատում են ինչ որ պնդել են մեղադրական եզրակացության մեջ։ Նիստի ընթացքում պաշտպանները հայտարարեցին, որ նկատում են բոլոր մեղադրյալներին նույն մեղադրանքը վերագրելու միտում, ինչը անընդունելի է։ Մեղադրող կողմը անդադ խուսափում է, ուզում է, որ ոնց որ մեղադրական եզրակացությունում 18 անձանց այդ Սովետ միության ժամանակ կանվերնի համակարգ կա, այդպես կանվերնի համակարգը սաղին նույն մեղադրանքով ուղարկել է դատարան, այդ նույն մեղադրանքները ասենց յուրաքանչյուրի վրա փորձելով վերագրել, դրանով պայմանավորված դա դատարանին ասի բոլորին այդ նույն հիմքով մեղադրի իշխանության զավթման նախապատրաստման եւ հոլճիշտ յուրացման եւ ահաբեկչության արարք կատարելու մեջ։ Կարծում եմ հարգի դատարան քրեադատավորական որևէ նորմով ամրագրված չի, որ այդ տարբերակով բոլորին նույն հիմքով, նույն մեղադրանքով, նույն ենթադրյալ ապացույցներով ուղղակի վերդիկտ կայացնելու համար։ Նիստի ընթացքում Բագրատ Սրբազանը անդրադարձավ օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ում արած հայտարարություններին, որոնցում նախարարը պնդել էր, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանքներ չեն իրականացվում։ Իմ գնահատականը ասեմ, այս գործը սկսել է նրանով, ես առաջի կալանավորված հոգևորականն եմ, առաջի։ Սկսել է ինձանով, բայց որպեսի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ։ Եվ հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառ, հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ Սրբազանը եւ այսօր էլ վարույթ են հարուցել Վեհապար Հայրապետի դեմ։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենաբաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնել մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Այո կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի։ Սրբազանը դատարանի դահլիճից անգլերեն խոսք ուղղեց ԵԽԽՎ-ին։ Որպես պլոտ, որպես դավադրություն եւ որպես ուզուրպացիա, ահաբեկչություն ընդունել են հոգեվորականների նկատմամբ, ես էլ ասում եմ, դուք կեղծավորներ եք, փտած գերեզմաններ եք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մաղթում եմ նույն դեմոկրատիան լինի ձեր երկրներում, ինչպես Հայաստանում է, բայց Հայաստանը պետք է ազատագրվի, արդարությունն ու ճշմարտությունն էլ պետք է հաղթանակվի։ Չափազանց իրավացի էր Սրբազանը, նշելով, որ հենց սա է պատճառը, հետևանքը, որ արտգործնախարարը իրականությանը չհամապատասխանող կեղծ հայտարարություններ է անում ԵԽԽՎ հանձնաժողովում եւ դա է հենց այսպիսի մթնոլորտն է, այսպիսի ամենաթողությունն է եւ իրավունքից հեռու գտնվելն է, որ բերում է նրան, որ այսօր մենք արդեն տեղեկացանք, որ Վեհապարի նկատմամբ է վարույթ նախաձեռնվել, սա իրականությունը, սա այս հանգրվանին ենք հասել, կարելի ասել չենք հասել, դոփում ենք տեղում, որովհետեւ մեր խնդիրն է, բոլոր պաշտպանների այստեղ գտնվող խնդիրն է հասնել արդյունքի, հասնել հնարավորության, որ կարողանանք լիարժեք իրականացնենք մեր պաշտպանյալների պաշտպանությունը, 18 անմեղների պաշտպանությունը, որը մեզ հնարավորություն չի ընձեռվում այսպիսի մանիպուլյատիվ գործողություններով։
Փաստաբան Հովանես Խուդոյանը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել տվյալների կեղծման, քրեական վարույթի ընթացքում ապացույցների կեղծման եւ այդ կեղծ ապացույցներն օգտագործելու վերաբերյալ։ Նրա խոսքով դեռ ամիսներ առաջ ինքը տեղեկացրել էր դատախազությանը լայն արձագանք ստացած Գյուլելու վերաբերյալ ապացույցի կեղծ լինելու մասին, ներկայացնելով իրական խոսակցությունը։ Դատախազությանը հնարավորություն էր տրվել մինչև ապացույցների հետազոտման փուլը ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը, սակայն ըստ փաստաբանի դատախազները ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև վերջին դատական նիստում շարունակել են շրջանառել կեղծ ապացույցը։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 5-ին ժամը 15:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։